Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին քննարկելու ենք Ուկրաինայում ստեղծված իրավիճակը եւ առաջերտին պետք է ասեմ, որ քաղաք Կուպյանսկը ուկրաինական զինված ուժերը կարողացել են ազատագրել, ինչը շատ մեծ հաղթանակ է Ուկրաինայի համար, ռազմավարական հաղթանակ չէ իհարկե, բայց մարտավարական առումով, քաղաքական բաղադրիչով եւ իր զինված ուժերի հնարավորությունը ցուցադրելու ուղղությամբ մեծ նշանակություն ունի Կուպյանսկի ազատագրումը։ Հիմա մենք ձեր հետ մանրամասն կխոսենք այս իրավիճակի եւ իրադարձության մասին, ինչպես նաեւ ձեր հետ միասին կվերլուծենք ընդհանուր առումով Ուկրաինայում գետնի վրա ստեղծված իրավիճակը, այդ թվում քաղաքական ընդհանուր մթնոլորտը, որը ձևավորվել է Ուկրաինայի շուրջ։ Առաջի հերթին կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք, ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել իմ գործունեությանը նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ, իսկ արևմուտքում գտնվող մեր հայրենակիցները կարող են բաժանորդագրվել ալիքին։ Հարգելի հայրենակիցներ, մի քանի շաբաթ առաջ ուկրաինական զինված ուժերը կատարեցին այսպիսի հակահարձակման լրջագույն գործողություն Կուպյանսկի ուղղությունով, բայց ինչու եմ հիմա նոր այս վերլուծությունը պատրաստում, որովհետև միայն կարելի է ասել 3 արդեն ավարտեցին ամբողջությամբ Կուպյանսկը մաքրել ռուսական զորքերից։ Եվ մի քանի շաբաթվա ընթացքում իրանք կարողացան հասնել այդ նպատակին։ Ոնց։ Առաջինը, որ մի քանի շաբաթ առաջ իրանք մի քանի օրվա ընթացքում ամբողջությամբ քաղաքը, որը ռուսները գրավել էին, կարողացան մի կողմից կտրել մատակարարումից, հենց այն հատվածից, որտեղից ռուսները մտել էին քաղաք, կտրեցին այդ մատակարարումից ամբողջությամբ ուկրաինական զինված ուժերը եւ քաղաքի մեծ մասը գրավեցին, իսկ ռուսական զորքերը, որտեղ որ գտնվում են, շրջափակման մեջ հայտնվեցին քաղաքի մի հատվածում։ Եվ մի քանի շաբաթ կարելի ասել ուկրաինացիք փորձել են փաստացի չմտնել ակտիվ ռազմական գործողությունների մեջ, որ զոհեր չունենան, այս հակահարվածը ոնց հասկանում ենք ինքը աննախադեպ էր այն առումով, որ շատ արագ տեղի ունեցավ եւ անսպասելիորեն, որովհետեւ ռուսները արդեն նշում էին Կուպյանսկի ազատագրումը, հարգելի հայրենակիցներ, ավելին ասեմ, ռուսական գենշտաբը տեղեկացրել էր արդեն նախագահ Վլադիմիր Պուտինին նրա մասին, որ իրանք ազատագրել էին ճակերտներում Կուպյանսկը եւ դրա համար նույնիսկ մեդալներ էր արդեն բաժանել Վլադիմիր Պուտինը։ Եվ նույնիսկ լրագրողներին միջազգային կանչել էր Կուպյանսկ, Պուտինը ասելով, որ Ուկրաինան ասում է Կուպյանսկը դեռ վերահսկում է, իրականում մի հատված վերահսկում էր, եւ որ հերքեն դա, դուք կարող եք գալ եւ դա Կուպյանսկում տեսնել եւ այլն։ Ուկրաինական զորքերը դա արեցին նախագահ Վոլոդիմիր Զելենսկի այցի ժամանակ Կուպյանսկ եւ ցույց տվեցին փաստացի հենց այնտեղ, որ նախագահի այցի զուգահեռ, որը ցույց տվեց, որ ինքը Կուպյանսկ է մուտք գործում, ճիշտ է, ոչ կենտրոն, այլ մի մասը, որը ուկրաինական զինված ուժերի վերահսկողության տակ էր, բայց ցույց տվեց, որ Կուպյանսկի ուղղությամբ ուկրաինական զինված ուժերը հետ չեն քաշվել եւ պատրաստվում են ռազմական գործողություններ վարել։ Հարցը նրանում է, որ Կուպյանսկը ունի ռազմավարական նշանակություն, իրականում Կուպյանսկի վերադարձը ռազմավարական հաղթանակ չէ, բայց Կուպյանսկի կորցնելը ռազմավարական նշանակություն ունի, որովհետև եթե ավելի հարավում Դոնբասում եւ Կուպյանսկը բացում է ճանապարհ դեպի Իզյում, որը լոգիստիկ կենտրոն է եւ դեպի Խարկովի շրջան, եւ պատկերացնում եք քարտեզի վրա Խարկովը որտեղ է գտնվում եւ Իզյումը մենք բազում անգամ քարտեզի վրա սա քննարկել ենք, սա հյուսիսի ճակատը, Խարկիվ, ուրեմն այդ ագլոմերացիան Կրամատորսկ-Սլովյանսկի, որը կա, հյուսիսից շրջափակելու հնարավորություն էր տալի, հատկապես Իզյումի գրավելը ամենագլխավոր հարցն է։ Նախկինում ռուսները գրավել էին Կուպյանսկը եւ Իզյումը տարիներ առաջ, պատերազմի ժամանակ, բայց ուկրաինացիք ազատագրել էին այս տարածքները։ Հիմա իմ պատկերացումով ուկրաինական զինված ուժերը որոշում կայացրեցին, որ իրանց ուժերը կոնցենտրացնեն հենց Կուպյանսկի ուղղությունով, որ թույլ չտան ռուսների հյուսիսից Սլովյանսկ Կրամատորսկը շրջափակելը, սրանով պահպանելով Խարկովի
ռազմավարական ճակատը, որովհետև Խարկովը շատ մեծ քաղաք է, շատ մեծ հնարավորություններ ունի, այդ թվում ռազմական, եւ ամենաամուր կենտրոնն է, կարելի ասել, արևելքում Ուկրաինայի համար, այդ թվում իր բնակչությունը հաշվի առնելով։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, կարելի ասել Դոնբասի ուղղությունով ուկրաինացիք համաձայնվեցին մի քանի ուղղությամբ ռուսների առաջընթացի, այդ թվում այդ առաջընթացը ակնհայտորեն կա Պակրովսկի ուղղությունով եւ Միրնոգրադը, կարելի ասել, նաեւ հիմա շրջափակման մեջ է եւ ենթադրում եմ, որ հետ կքաշվեն ուկրաինական զինված ուժերը այդտեղից, Սևերսկից նաեւ հետ են քաշվել ուկրաինական զորքերը, բայց այդ վայրերի հետ քաշվելը տակտիկական, մարտավարական նշանակություն ունի եւ հակառակը կարող է հետ քաշվելը ել ավելի օգտակար լինի ինչ որ առումով ուկրաինական զինված ուժերի համար, քան թե այդտեղ պայքարելը։ Բայց Կուպյանսկի ուղղությունով, որ իրանք որոշեցին թույլ չտալ, որ ռուսները քաղաքը գրավեն, ես կարծում եմ, որ դա ճիշտ ռազմավարական հաշվարկ էր, դա ցույց է տալիս, որ ուկրաինական զինված ուժերը դեռ ունեն հնարավորություն այսպիսի հակահարված եւ հակահարձակման գործողություններ ակտիվորեն ծավալել, այն էլ հաջողակ, այն էլ շտապ, այն էլ քիչ ժամանակահատվածում եւ էֆեկտիվ, կոորդինացված, բայց միևնույն ժամանակ ցույց են տալիս, որ ընդհանուր առումով իրանք պատերազմը վարում են ասիմետրիկ։ Դա նշանակում է, որ որտեղ պետք է իրենք հետ են քաշվում, բայց հարվածները շարունակում են ամենակարևորը ռուսական նավթի եւ ենթակառուցվածքների ուղղությունով։ Եվ դա գլխավոր ուղղություններից մեկն է, որովհետև Ուկրաինան ոչ թե մարտի դաշտում է որոշել, որ Ռուսաստանի վրա հաղթանակ է կրելու, այլ հասկանալով ասիմետրիկ իրավիճակը, տարբեր հնարավորությունները, իմ պատկերացումով գլխավոր որոշումը Ուկրաինայի նրանում է, որ ինքը պետք է հասցնի Ռուսաստանին ասիմետրիկ հարվածներ։ Դա վերաբերվում է ինչպես նավթի արտադրությանը, որի ուղղությունով հարվածներ կան, դա վերաբերվում է նավթի տեղափոխմանը, դա ուրեմն տարբեր այդ համակարգն են նավթի տեղափոխման եւ վերաբերվում է իհարկե նավթի մշակմանը, MPZ-ներին այդպես կոչված, նեֆտեպերերաբատոյեշի զավոդ ռուսական, այսինքն նավթի վերամշակման այդպիսի կենտրոններ, ֆաբրիկաներ, որոնք հարվածների տակ են ուկրաինական ԱԹՍ-ների բավարար ժամանակ է։ Բացի դրանից նավթի արդեն վաճառքի համար տանկերները, որը օգտագործում են ռուսները, հատկապես Սև ծովի ուղղությունով, հարվածների տակ են ուկրաինական կողմի այն նպատակով, որ խոչընդոտեն այդ նավթի առքուվաճառքը։ Ինչու՞։ Որովհետև նավթը ռուսական եկամուտների 50%-ից ավել է անում եւ պատկերացնում են, որ միևնույն ժամանակ պատերազմի պատճառով ձևավորված այն դեֆիցիտը տնտեսությունում, որը կա, շատ բարդ իրավիճակը ռուսական տնտեսությունում, կայունացնում է նավթից եկած գումարները։ Եթե նավթի գումարները նվազեն, ապա հնարավորություն Ռուսաստանը, որ երկարաժամկետ կարողանա պատերազմ վարել, շատ կտրուկ կնվազի։ Ուստի արվել է այդ հաշվարկը ուկրաինացի կողմից։ Եվ Կուպյանսկի ուղղությունով այդ քայլը ցույց է տալի, որ իրանք խնայում են իրանց ռեսուրսները եւ պատրաստվում են ավելի երկարաժամկետ գործողությունների համար, ընկալելով ստեղծված իրավիճակը եւ բարդությունը։ Օրերս մենք գիտենք, որ տեղի է ունենալու նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այցը Վաշինգտոն եւ հանդիպումը նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որտեղ որ քննարկելու են խաղաղության օրակարգը եւ քննարկելու են խաղաղության հնարավորությունը Ռուսաստանի հետ։ Չգիտենք ինչ արդյունքով կավարտվի այդ հանդիպումը, բայց ակնկալվում է, որ ինչ որ առաջընթաց կարող է լինի այդ խաղաղության փաստաթղթի հետ կապված, որը Ռուսաստանի եւ ուրեմն Ուկրաինայի միջև պետք է կնքվի։ Այսօր ռուսական կողմը շատ լուրջ հարվածներ է հասցրել Ուկրաինային, հատկապես մայրաքաղաք Կիևին բալիստիկ հրթիռներով եւ ԱԹՍ-ներով, եւ սարսափելի, որովհետեւ մարդկանց են բնակելի շենքերին են հարվածել, սարսափելի կադրեր է տարածվում, շատ ծանր իրավիճակ է այն առումով, բայց դա նորություն չէ, Ռուսաստանը միշտ էլ դա անում է, կարելի ասել հաճախ, մի քանի շաբաթը մեկ, եւ հարվածում է բնիկ բնակավայրերին, հարվածում է այն ենթակառուցվածքներին, որտեղ որ մարդիկ բնակվում են։ Դա ոչ մի ձև պատերազմի հետ կապ չունի։ Դա է Ռուսաստանի էությունը այսօրվա եւ դա կարելի է իհարկե գնահատել ինչպես տերորիզմ, ահաբեկչություն պետական մակարդակով, այն էլ ուկրաինական բնակչությունի։
Դա նաև կարող վերաբերվի նրան, որ օրերս ուկրաինական արտաքին գործերի նախարարությունը տարածեց այսպիսի մի հայտարարություն, որում նշում է, թե ինչքան կարևոր է եւ լավ է, որ սովետական միությունը փլուզվել է։ Եվ գիտեք, տարելիցն է հիմա այդ սովետական միության փլուզման եւ այդ առումով ուկրաինական կողմը նաև հիշեց։ Ռուսաստանը իհարկե իդեմս նախագահ Պուտինի դժգոհ է այդ իրավիճակից, որովհետեւ իրանք չեն ուզում, որ համարվի սովետական միությունը փլուզված եւ ուզում են ինչ որ առումով վերականգնել սովետական միությունը, դրա հույսը ունեն, ես ոնց հասկանում եմ, եւ փորձում են։ Եվ Ուկրաինան գրավելը բացում է իրենց ճանապարհ բոլոր հետսովետական ուրեմն պետությունները նաև վերադարձնեն իրանց ազդեցության գոտի։ Հայաստանը իր անելիքը պետք է անի, ապահովելով Հայաստանի անկախությունը, սուվերենությունը, ինքնիշխանությունը։ Ավելին ասեմ, Ադրբեջանի մեր հետ մոտեցումը եւ խաղաղության օրակարգը, այդ թվում սպառնալիքները, որը Ադրբեջանը Ռուսաստանի հանդեպ օրերս հնչեցրեց, այդ թվում Ադրբեջանի եւ Թուրքիայի այն փաստաթուղթը, որը իրանք ստորագրել են ռազմական առումով համագործակցության, այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունները վախենում են, որ Ռուսաստանը նորից կարող է գրավել այդ պետությունները, եւ եթե գրավի Ադրբեջանը, հետո գրավելու է նաեւ Հայաստանը։ Ինչ որ առումով Նիկոլ Փաշինյանը ստացվում է շատ ճիշտ, ինչ որ առումով իր ասածը, որ ինքը ասում էր մի նման ճակատագրեր ունենք մենք եւ Ադրբեջանը անկախության կորցնելու առումով, հիշում եք այդպես հայտարարություն արեց, դա նկատի ուներ, որովհետեւ ինքն էլ շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը եթե գրավի Ադրբեջանը, կգրավի նաև Հայաստանը, նախկինում էլ այդպես եղել եւ նույն Ադրբեջանին պետք է շահերից բխի ինչ որ առումով, որ Հայաստանը ինչքան կարելի ավելի ինքնիշխան լինի, որովհետեւ Ադրբեջանին պետք է նաև իմ պատկերացումով այլընտրանքներ Վրաստանի, որտեղ որ ինքնիշխանության մակարդակը շատ նվազել է։ Հիմա այս ամեն ինչը կախված է իհարկե Ուկրաինայից։ Ռուսաստանի առաջադրանքը Ուկրաինայում հասկանալի է, ուկրաինական պետության ոչնչացում։ Ուրիշ առաջադրանք չի կարող գոյություն ունենալ։ Այնտեղ չկա առաջադրանք նրա մասին, որ իրանք ինչ-որ տարածք են ուզում։ Իրանք ամեն ինչ են ուզում, եւ Ուկրաինան հարցը նրանում է կանգ կառնեն թե չէ ժամանակավոր այս փաստաթղթով Վաշինգտոնի բարդ հարց է, որովհետեւ Վլադիմիր Պուտինի համար կանգ առնելը շատ բարդ է այս իրավիճակում, հատկապես երբ այդքան զինուժ ունի ճակատում եւ իրանց հետո տուն վերադառնալը նաեւ խնդիր է իր համար լինելու։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ռուսաստանը հատկապես հիմա մի փոքր ասացի արդեն մի քանի ուղղությունով առաջընթաց ունի, իրականում մեծ զոհերի թվով մոտավորապես խոսք է գնում, որ միլիոնից միլիոն ու կես զոհ ունի Ռուսաստանը արդեն ամբողջ պատերազմում։ Օրեկան 1000 զոհից ավել է տալի, օրեկան պատերազմում իրան ուրեմն այսպես ասած ամեն մետրի համար զոհվում են, որ առաջ գնան, անհասկանալի է ուր են գնում եւ միջև ուր, հույս ունեն, որ ամբողջ Ուկրաինան կգրավեն, ոնց հասկանում եմ։ Հիմա եթե նայենք ճակատում իրավիճակը, ապա խնդահարույց է Օդեսայի ուղղությունով հարվածները, որը Ռուսաստանը անում է, հատկապես այդտեղ ուրեմն ծովային ուղղությունով, նկատի ունեմ նավերի շարժի ուղղությունով, բայց ընդհանուր առումով այդ գիծը, որը կա այս պահին Խերսոնում, գետով, որը անցնում է, այդ գիծը Ռուսաստանը հատել չի կարողանում։ Փոքր առաջընթաց կա հարավային ուղղությունով, շատ չնչին, եւ ամենագլխավոր առաջընթացը ուրեմն հարավ-արևելյան ուղղությունով է Դոնբասի, որտեղ որ մի քանի ուղղությունով արդեն նշել եմ այդ ուղղությունները, Ռուսաստանը 10-20 կիլոմետրով առաջընթաց ունի վերջի կես տարվա, մի տարվա ընթացքում, նկատի ունեմ ոչ թե օրերի, այլ տարվա ընթացքում։ Դա շատ կարևոր է։ Եվ Կուպյանսկի առումով արդեն նշեցի, որ այդ առաջընթացը կանխված է, իսկ հյուսիսում իրանք մի քանի տեղում փորձում են իրականում սահման հատել, այդ թվում Սումի շրջանի ուղղությունով մի քանի տեղ փորձել են նորից պետական սահմանը հատել, անկեղծ ասած մեծ փոփոխություններ այդտեղ չկան, որ մենք լուրջ քննարկենք դա քարտեզի վրա եւ այլն, համարենք կարևոր հարց, այ հարցերը այս փուլում մոտավորապես այսպիսին են, Կուպյանսկի հարցն ա լուծվել այս փուլում, ապագայում կտեսնենք ինչպես է զարգանում իրադարձությունները, արդեն նոր տարին ինչ նորություններ կբերի ուկրաինական ճակատում շատ կարևոր եւ հետաքրքիր է եւ իհարկե Զելենսկի այցը Վաշինգտոն ինչ հետևանքներ, արդյունքներ կունենա։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։